Իշխանությունը Սամվել Կարապետյանի ձեռքից հեծը խլեց, այդ ամենը տեղի ունեցավ հայկական պատվիրակության Թուրքիա այցից հետո։ Ձեր կարծիքով իշխանությունը Կարապետյանից հեծը խլելով ինչ է փորձում անել։ Ну, այս բանը չի փոփոխվել, այս բանը չենք զգնել, ինչ փոփոխություն կա էներգիայի բավ, գիշնի, գելնի, ինչ որակ կյանի, դիգելը ցույց չի տա։ Ոչ թոնանություններին մասնակցի։ Իմ կարծիքով կնդարվի, ինքը կնդարվի, Սամվել Կարապետյանը։ Ինչի համար ավելացնեմ թեկուզ 10 դրամ ուտամ, հələ բացահայտա չէ քանի դրամով են ավելացում։ Տալիս են բանով, պետք է հոսանքը թանկացնեն։ Ինչի։ Ձեր բյուջեն լցեք, դե ձեր գրբանը լցեք։ Այդ ես ճիշտ ասած YouTube-ով եմ նայել այդ որ հեծի մասին բաներին վճիռ էին կայացնում եւ ես տեսա որ այդ վճռի ընթացքում եւ չգիտեմ ինչ որոշին ինչ որոշեցին դաժե չգնացին առանցին սենյակ մի հատ քվեարկեն նոր գային միանգամից քվեարկության դրեցին դա սխալ էր շատ Հեծը խլելուց հետո մի բան հաստատ է որ պետքան է ճիշտ ու կայուն չեմել մեր հոսանքի գործերը այն ժամանակ ահագին տարբերություն զգացվում էր սկզբից մարդիկ նորմալ աշխատում էին իմ կարծիքով այն ժամանակ ավելի ճիշտ էր քան հիմի չգիտեմ էդի ինչի մարի ինչ է խալը ինչ է կենի չգիտեմ Օրինակ տագերը լցեն ու սա Ռուսաստանով մեկ ինքը հայրին բարերա ինչի մար որ Նիկոլ Փաշինյանը դնե Իրանը խլե որ իրաց տագը դնե